Հաջորդը Դավարո ընկերության հայրենական արտադրության հետախուզահարվածային DEV 11 անոթաչուն է։ Այս սարքի նպատակն է հայտնաբերել թեթև զրահապատ եւ ոչ զրահապատ տեխնիկաներն ու ոչնչացնել դրանք։ Զարգացնում է 97 կմ/ժ արագություն եւ ունակ է խնդիր կատարել մինչեւ 50 կմ շարավով։ Սարքի հիմնական առավելություններից են ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելը, նշանակետերը հայտնաբերելը եւ խոցելը, որոնք կարող են իրականացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ օպերատորի թիրախավորմամբ։ Հետախուզահարվածային այս անոթաչուի վերթիրն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով, ինչն էապես կրճատում է հաջորդ անոթաչուի նախապատրաստման եւ մեկնարկի տևողությունը։ Իր զանգվածաչափային տվյալների շնորհիվ այս անոթաչուն կարող են կիրառել ցանկացած զորատեսակի ստորաբաժանումներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը մեծ ազդեցություն է ունեցել ռազմական ոլորտի վրա։ Այդ փոփոխությունների կարևոր բաղադրիչներից են անոթաչու թռչող սարքերը, հատկապես հետախուզահարվածային անոթաչուները, որոնք համատեղում են հետախուզության եւ հարվածային գործողությունների հնարավորությունները։ Հրապարակում է հայրենական արտադրության DEV 3-1-ը, որն ի տարբերություն DEV 11-ի նախատեսված է վերգետնյա ստացիոնար նշանակետերը խոցելու համար։ Այս անոթաչուի մարտական մասը բեկորաֆուգասային կումուլյատիվ է։ Խնդիր կարող է իրականացնել մինչև 150 կմ հեռավորության վրա։ Անոթաչուի վերթիրը նույնպես իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկնարկից հետո ամբողջ թռիչքն իրականացվում է ինքնավար, նախապես հայտնաբերված կամ լրահետախուզված նշանակետերի խոցման համար առանց օպերատորի միջամտության։ Հավելյալ հնարավորություն է ստեղծվում շատ կարճ ժամանակում կատարել բազմաթիվ մեկնարկներ եւ շահագործող անձնակազմի անվտանգության համար ապահովել բարենպաստ պայմաններ մեկնարկի վայրն արագ լքելու համար։ Հարվածային անոթաչուները դարձել են ժամանակակից ռազմական գործողությունների անբաժանելի մաս։ Նրանց զարգացումը շարունակվում է, ներառելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կանխատեսվում է, որ ապագայում դրանց ազդեցությունը պայմանական ռազմական գործողությունների վրա առավել կմեծանա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։